Հարգելի պատգամավորներ, այժմ քվեարկության ենք 3 քննարկված նախագծերը։ Քվեարկում ենք 3 քննարկված նախագծերը։ Քվեարկության է դրվում Կառավարության եւ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից ներկայացված մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 105 դեմ ձեռնպաչ ունենք, որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված ֆինանսական համահարթեցման մասին եւ Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 77, դեմ 7, ձեռնպատ 18։ Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 103 դեմ չունենք, ձեռնպաչոց որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված շահումով խաղերի եւ խաղատների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 89 դեմ 1 ձեռնպատած որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 82 դեմ 4 ձեռնպատ 17 որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված տոհմային անասնաբուծության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 102 դեմ 1 ձեռնպատ 1 որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված ապրանքային նշանների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ պետական турքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։
Կողմ 102 Կողմ 103 դեմ չունենք ձեռնպահ 3 որոշումն ընդունվել է քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված աշխարհագրական նշումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն Կողմ 109 դեմ ձեռնպահ չունենք որոշումն ընդունվել է քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված հաստատագրված վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցման եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն Կողմ 101 դեմ 1 ձեռնպահ 6 որոշումն ընդունվել է քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված ինկասացիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն Կողմից 99 դեմ չունենք ձեռնպահ 3 որոշումն ընդունվել է քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված պետական турքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն Կողմ 105 դեմ 1 ձեռնպահ 1 որոշումն ընդունվել է քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված գյուտերի օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցման եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն Կողմ 104 դեմ չունենք ձեռնպահ չունենք որոշումն ընդունվել է քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն Կողմ 102 դեմ 1 ձեռնպահ 2 որոշումն ընդունվել է քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված օրգանական գյուղատնտեսության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն Կողմ 104 105 դեմ չունենք ձեռնպահ 1 որոշումն ընդունվել է քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված պետական պարտքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն
85 դեմ 1 ձեռնպատասյոտ որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված սելեկցիոն նվաճումների պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցման եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն Կողմ 106 դեմ չունենք ձեռնպահ 2 որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն Կողմ 104 դեմ չունենք ձեռնպահ 1 որոշումն ընդունվել է։ Հարգելի պատգամավորներ, կառավարությունն առաջարկում է երկրորդ ընթերցման ներկայացված հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցողին հատկացնել մինչև 30 րոպե։ Այդ իմաստով քվեարկության է դրվում հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցողին մինչև 30 րոպե հատկացնելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծ։ Քվեարկություն Կողմ 85 դեմ 3 ձեռնպահ 5 որոշումն ընդունվել է։ 86 Հարգելի պատգամավորներ, քանի որ դժվարանում եմ ասել, թե արտահերթ նիստի օրակարգի մնացած հարցերը երբ կքննարկվեն կավարտեն, առաջարկում եմ դրանց քվեարկությունը կազմակերպել հաջորդ օրը, այսինքն 5 շաբթի առավոտը ժամը 11-ին։ Այսօր կքննարկենք, իսկ առավոտը արդեն կփորձենք քվեարկել մեր ընդունած օրենքները։ Հարգելի պատգամավորներ, քննարկում են կառավարության կողմից ներկայացված պետական պաշտոնները զբաղեցնող անձանց վարձատրության մասին, Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյան։ Խնդրեմ, պարոն Միրումյան։ Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանը ներկայացվում պետական պաշտոնատար անձանց աշխատանքի վարձատրության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ըստ էության 3 առաջարկություն է դրված ներկայացված նախագծի հիմքում։ Առաջին առաջարկությունը պայմանավորված առաջին եւ երկրորդ առաջարկությունները պայմանավորված են ֆինանսների նախարարության կազմից պետական եկամուտների կոմիտեի առանձնացմամբ, որի պատճառով օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածով սահմանված են համապատասխան պաշտոնական դրույքաչափեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալների համար, ինչպիսին սահմանված էր մինչև ֆինանսների նախարարությանը միանալը, այդ կապակցությամբ առաջարկում է վերականգնել այն գործակիցները օրենքի հավելվածում, որոնք որ սահմանված էին մինչև այդ գործընթացը տեղի ունենալը։ Երկրորդ առաջարկությունը վերաբերում է նրան, որ պետական եկամուտների կոմիտեի որոշ աշխատակիցներ օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածում նշված են որպես ֆինանսների նախարարության աշխատակիցներ, մինչդեռ նրանք պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ են եւ առաջարկումը պարզապես վերակազմակերպման պայմանավորված խմբագրել եւ
շտկել այդ ամենը։ Եվ երրորդ առաջարկությունը վերաբերվում է հետևյալին, առաջարկվում է օրենքից հանել պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններին տիրապետելու համար պետական ծառայողներին հավելումների պարտադիր տրամադրման նորմը, այսինքն այդ նորմը հանվում է, ինչը նշանակում է, որ պետական եւ ծառայողական գաղտնիքին տիրապետելու համար պետական ծառայողները պարտադիր չէ, որ անպայման հավելումներ ստանան եւ անհրաժեշտության դեպքում այդ պարտականությունը ներառվելու է նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերում։ Շնորհակալություն այսքանը։ Հերթագրում հարցեր տալու համար։ Հերթագրվել է 3 պատգամավոր, Թևան Պողոսյան, խնդրեմ։ Ամիրումյան, մամուլում այս 2 շաբաթ է գրում է, որ պետական եկամուտների կոմիտեն գումարում են, բաժանում են, մասնատում են, ավելացնում են, տեղափոխում են։ Վերջնական որոշումը կա, որ այս նախագիծի հիմա քննարկվում։ Միգուցե սպասենք այդ կառավարությունը վերի ծրագիրը հաստատի, ամեն ինչ վերջնական դառնա, նրանից հետո իրական խնդիրները միանգամից փոխենք, էլի։ Ուղղակի տեղեկության իմաստով, եթե գիտեք, որ վերջնական է, հեսա մեզ տեղեկացեք, որ տեղեկացված որոշում ընդունենք, որտեղ տեխնիկական բնույթի է իր օրենքից փոփոխությունը, այլ բան չի անում։ Կողմ դեմ խնդիրը դա չի, հարցն է, արդյոք սա վերջնական փոփոխություն է, այսպես մնալու է, որևէ բան չի փոխվելու եւ ստիպված չենք լինելու հաջորդ ամիս նորից ինչ-որ անվանափոխումներով զբաղվենք կամ ինչ-որ նոր պաշտոնների դրույքեր փոխենք, էլի բաժանենք, էլի գումարենք, էլի հանենք։ Շնորհակալություն, նման քննարկում ինձ հայտնի չի բնականաբար։ Ինչ վերաբերում է նման սկզբունքով առաջնորդվելուն, կարծում եմ, որ եթե մենք առաջնորդվենք նման սկզբունքով, պարոն Պողոսյան, ցանկացած պահի մենք կարող ենք ասել, իսկ կարող է վաղը չեմ մյուս օր ինչ-որ բան փոխվել, վերեք այս փոփոխությունը չանենք եւ սպասենք, թե ինչ կլինի։ Համենայն դեպս առաջարկվում է, որպեսզի այդ անհամապատասխանությունը վերացվի, որը արկա է գործող օրենքով։ Շնորհակալություն։ Թևան Պողոսյան, խնդրեմ։ Ամիրումյան, ես այդ պատասխանը գնահատում եմ, որ ասում եք հայտնի չի, բայց վստահ եմ դուք նաև այն ՀՀ քաղաքացիներից եք, որը մամուլը ընթերցում է, այնպես որ ես որևէ մի այլ տեղից քննարկում չեմ բերել, մամուլում մեկ անգամ չի գրվել դրա մասին, եթե պետք է կարամ մանրամասն ներկայացնեմ բոլոր հղումները, բոլոր լրատվական կամ ԶԼՄ-ներից, որ հասկանանք, որ այդ քննարկումը կա։ Իսկ գաղափարը այն է ուղղակի, խնդիրը նա չի, չենք զլանա, Սանստանես մեծամասնությունը ձերն է, մեկ անգամ էլ կանցկացնեք, հետո մի շաբաթ հետո էլ նորից կբերեք, բայց ավելի ճիշտ չի, ծրագիրը լինի, վերջնական կառուցվածքը լինի եւ ըստ դրան մեկ անգամ որոշում ընդունենք։ Հիմա մեկ միևնույն է, այս փոփոխությունից հետո այդ մարդիկ աշխատում են, աշխատավարձը ստանում են, գրանցված են, չէ՞։ Ասենք, այս մի ամսվա մեջ որևէ խնդիր չի փոխվելու, կանենք թե չենք անի։ Հարցը դրա մեջ է։ Շնորհակալություն, ես կարծում եմ, որ ավելի ճիշտ է ինչքան շուտ անհամապատասխանությունները վերացվեն գործող օրենքի եւ հաստատ իրավիճակի միջեւ, այնքան ավելի լավ։ Շնորհակալություն։ Հրանտ Բագրատյան, խնդրեմ։ Ճիշտն ասած, մենք երեք ամբողջ գիշեր կարդում ենք նոր հարկային օրենսգիրքը, բայց չենք հասցնում նույնիսկ հստակորեն, պարոն Սահակյան, սա ձեզ է վերաբերում, հստակորեն հասկանանք մեզ ինչ են պատասխանել։ Օրինակ, իմ առաջարկների մեջ կա, որ գրածը ընդունվել է։ Մեր առաջարկները կոմպլեքս էր։ Սա պաշտոնական անձանց վարձատրության մասին է, սա հարկային չի։ Միքայել Մելքումյան։ Պարոն Միրումյան, ուրեմն պետեկամուտների կոմիտեում կար այն 10% արտաբյուջետային, որ խրախուսում են եւ այլն։ Ես խնդրում եմ ասեք, դա մնացել է թե չէ։ Եվ երկրորդ վերջերս կառավարության նիստում առաջարկվել էր, որ ՊԵԿ նախագահի եւ տեղակալների աշխատավարձերը բարձրացնել, թե ինչ, այսինքն մի հատ խնդրում եմ պարզաբանեք, նախ է մյուսը ինչ, երբ որ ֆինանսների նախարարության հետ միավորված էր, այդ փուլում դա կար թե չէ, այն 10%-ը, եւ երկրորդ այդ վերջերս որ կառավարության նիստում աշխատավարձերի բարձրացման խնդիր դրվեց, դա ինչ էր նշան, այսինքն ինչին պետք է համապատասխանեցվեր։ Շնորհակալություն, պարոն Մելքումյան, սա հենց այն նախագիծն է, որի մասին դուք խոսում եք, որը որ կառավարության նիստով հավանության է արժանացել, խոսքը վերաբերում է հետևյալին։
նախկինում, երբ որ մինչև վերակազմակերպվելը պետական եկամուտների կոմիտեն առանձին էր, օրենքի կահավորվածով պետական եկամուտների կոմիտեի նախագահի եւ տեղակալների համար սահմանված էր համապատասխան գործատիպներ, այնպես ինչպես դա սահմանված է կառավարության առընթեր մյուս մարմինների համար։ Միավորումից հետո ֆինանսների նախարարությանը այդ հավելվածը փոփոխության ենթարկվեց եւ հանվեցին այդտեղից այդ գործատիպները, պարզապես հիմա առաջարկում է, որպեսզի այդ գործատիպները վերականգնվեն, քանի որ կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեն չի գործում այլևս ֆինանսների նախարարության կազմում։ Այսինքն որևէ բան այստեղ չի ավելացվում, ընդհանրապես սկզբունքն է պահպանվում այնպես ինչպես դա կառավարության առընթեր մյուս պետական մարմինների համար է, եւ պարզապես վերականգնվում են այն գործատիպները, որը որ եղել է օրենքում, մինչեւ պետական եկամուտների կոմիտեն ֆինանսների նախարարությանը միավորվել է։ Ինչ վերաբերում 10%-ին 10%-ը բավական է, այս նախագծի հետ առնչություն չունի, դա առանձին օրենքով է կարգավորված, հարկային ծառայության մասին օրենքով է կարգավորված եւ չի առնչվում այս նախագծին։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Մերկոմյան։ Հասկանալի է, բայց այն 10%-ը ազդեցություն ունենում աշխատանքի վարձատրությանը հավելվում է եւ հիմա ուզում հասկանանք, դա գաղտնիք չի։ Կա թե չկա, որտեվ ֆինանսների նախարարության կազմում գտնվելու ժամանակ ոնց որ թե չկար վերջի փուլում։ Հիմա պեկում դա պահպանվում է, թե չէ, որտեվ դա էապես ավելի գրավիչ է դարձնում պեկում աշխատել։ Այսինքն եթե մենք, տեսեք, ինչ եմ ասում, ուզում ենք որ ոնց որ եղել է գործակիցները, հա ներդաշնակեցնենք, եկեք տեղել ներդաշնակեցնենք, այդ 10%-ը չլինի, ասենք, այսինքն մի մասով ներդաշնակացնում ենք, մյուս մասով ինչ որ ուզում ենք ավելի գրավիչ դարձնենք, էլի որն է այդտեղ տրամաբանությունը։ Շնորհակալություն, 10%-ը եղել է եւ շարունակում է մնալ, ինչ վերաբերում է ներդաշնակեցմանը, 10%-ի ֆոնդի արկայությունը դեռևս չի նշանակում, որ պետական եկամուտների կոմիտեում աշխատողները գտնվում են ավելի արտոնյալ վիճակում եւ գրավիչ է այդտեղ աշխատանքը, չնայած այն հանգամանքին, որ ֆոնդը կա, բայց այնուամենայնիվ վարձատրության չափը աշխատակիցները ստանում են այնքան, ինչքան որ սահմանված է օրենքով։ Այսինքն դրանից ավել, անկախ նրանից թե որ աղբյուրից է ֆինանսավորվում, դրանից ավել աշխատողները աշխատավարձ չեն ստանում։ Շնորհակալություն։ Պարոն Միրովյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարակից եկուցով սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյան։